Այսօր խոսենք բարիատրիկ վիրահատությունից հետո վիտամինների եւ միկրոէլեմենտների անբավարարության մասին։ Այսօր ես էլ կխոսեմ բարիատրիայից հետո առաջացող էնդոկրին խանգարումների մասին։ Վերջին ժամանակներում հաճախ են մեծ վիրահատությունից հետո դիմում բուժառուները, քանի որ հետվիրահատական շրջանում կարող են առաջանալ ինչպես վիտամինային, միկրոէլեմենտային անբավարարություն, այնպես էլ էնդոկրին խանգարումներ։ Ուստի ցանկալի է, որ բուժառուները անպայման լինեն եւ թերապևտի եւ էնդոկրինոլոգի հսկողության տակ։ Որպես էնդոկրին խանգարումների եւ ներծծման խանգարումների դրսեւորում բուժառուները հիմնականում նշում են հետեւյալ գանգատները՝ հոգնածություն, թուլություն, մազաթափություն, եղունգների փխրունություն, դաշտանային ցիկլի խանգարումներ, գլյուկոզան շատ արագ կարող է իջնել արյան մեջ, որի հետևանքով բուժառուները զգում են սրտխփոց, դող եւ կտրուկ թուլության զգացողություն։ Ինչպես վերահսկել եւ կանխարգելել։ Հետվիրահատական շրջանում շատ կարեւոր է պահպանել հետազոտությունների պլանավորման ընթացակարգը։ Առաջի հետազոտությունները կատարվում է վիրահատությունից 1 ամիս հետո, որից հետո առաջի տարում 3 ամիսը 1 անգամ պարտադիր հանձնել արյան ընդհանուր անալիզ, լիպիդային պրոֆիլ, երկաթ, ֆերիդին, վիտամին B12, B9, ցինկ, վիտամին D, կալցիում, ընդհանուր սպիտակուց, ալբումին եւ այլն։ Այնուհետեւ վերոհիշյալ հետազոտությունները կատարվում են տարին 1 անգամ ամբողջ կյանքում, ավելացնում ենք երբեմն նաեւ որոշ հանքանյութեր։ Վերոհիշյալ ախտանիշները, եթե առաջանում են ավելի շուտ, արդեն հետազոտությունները կատարվում է անմիջապես առանց պլանային ժամանակացույցի։